Խոսակցությունը շարունակվում է, քննարկումը շարունակվում է եւ շարունակվելու է եւ կարծում եմ մոտ ապագայում ավելի ռեալ ինֆորմացիա կլինի բոլորիս։ Պարոն Սիմոնյան, ինքը մի րոպե, համեցեք։ Ես իմ հարցները դրան վերաբերվում, որ միաժամանակ երկու փաստաթուղթ ու նաև մի ասոցիացիա երեք միջոցից Նիկոլ Փաշինյանը ասում է, որ եթե խաղաղության պայմանագիրը հակասի հասարակության, ապա պատրաստվում է ողջունի փոփոխությունների նախաձեռնություն մեկնարկել դրան զուգահեռ։ Սա չի նշանակում, որ խաղաղության պայմանագիրը մենք վերընկասում մեր մայրօրենքից։ Ու արդյոք նման նախաձեռնություններ չի կայանում։ Նախ եւ առաջ վարչապետը երեք ասաց, որ մենք ունենք նախադեպ, որ նմանատիպ փաստաթուղթը Սահմանադրական դատարանը համապատասխան է համարել։ Երկրորդը վարչապետը նաև ասաց, որ բոլոր փորձագետները ասում են, որ նման ստորագրման պարագայում որևիցե խնդիր տեղի չի ունենա։ Այն ինչ որ վարչապետը հնչեցրել է, դա փակուղային իրավիճակից դուրս գալու միգուցե ինչ որ հնարավորություն։ Այդ ամբողջը իմ ասած ամբողջը բաց թողել եւ կենտրոնանալ դրա վրա, կարծում եմ ճիշտ չի, որտեվ ես որպես նաեւ մասնագիտական առումով կարող եմ ասել որպես իրավաբան, որևիցե խնդիր չի կարող լինել մեր սահմանադրության հետ։ Իսկ քաղաքականացնել եւ դատանել այդ դաշտ կարծում եմ ճիշտ չի։